Հուսով եմ, որ չի ընտրվի։ Ոչինչ չի փոխվի։ Վազգեն Սարգսյանը։ Ուրեմն մեզ պետք չի նման վարչապետ։ Համապետական ընտրություններին 19 քաղաքական ուժ է մասնակցելու եւ արդեն հայտնի է նրանց անունները՝ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Գուրգեն Սիմոնյան, Սպարտակ Գյուրեղյան, Սամվել Կարապետյան, Սուրեն Պետրոսյան, Արման Թաթոյան, Էդմոն Մարուկյան, Վարուժան Ավետիսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Շիրինյան, Լևոն Զուրաբյան, Հայկ Մարության, Արամ Սարգսյան, Տիգրան Ուրիխանյան, Վաղարշակ Հարությունյան, Վարդան Ղուկասյան, Արտակ Սարգսյան եւ Արման Բաբաջանյան։ Այս 19-ից ում դուք կընտրեք որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության համար։ Ոչ այն կողմը, ոչ այն։ Բնականաբար ընդդիմություն։ Ես իմ ամբողջ գիտակից կյանքում հակ եմ ընտրել, բայց այս անգամ ոչ մեկի չեմ ընտրել։ Ինձ թվում է Նիկոլին, ոչ մի։ Նիկոլ Փաշինյանին չեմ աջակցելու միանշանակ։ Ինչով է հիասթափեցրել ինքը։ Այնքան շատ բան կա թվարկելու, որ դժվար է ճիշտն ասած կոնկրետ մի բան ասել, բայց Արցախի գործանումը անիմաստ պատերազմը 5000 զոհով, որը բերեց հենց Արցախի գործանմանը, հետո Արցախի հայաթափումը ընդդիմություն։ Մենք չենք ասենք աջակցելու բան չունենք, իրավունք չունենք, բայց կուզենանք որ Փաշինյանը։ Ինձ թվում է երևի ներկա վարչապետի։ Ես հիմա այդ բացահայտ չեն ասում։ Ես գիտեմ ում եմ անդրում, խելացի մարդ։ Ռոբերտ Քոչարյանին։ Չեմ կարող ասել։ Ոչ մեկի։ Վարդահոգացին։ Բոլոր են առողջ ուժերին, որոնք իրոք մտածում են այս ժողովրդի մասին։ Ցանկեցամ նրանց։ Իրենց ծրագրերի մեջ ունեն որոշակի ռեալ քայլեր երկիրը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար եւ ընդ որում ունենանք հարևաններ, որոնք կարողանանք դիվանագիտական ճիշտ հարաբերություններ հաստատենք։ Մենք ովքեր նայում ենք բոլորի ոնց որ այնքան լավ հարաբերություններ չունենք սա ուսը։ Չեմ մասնակցել ընդհանրապես։ Ոչ իշխող ուժեղ Հայաստան։ Ուզում է թոշակները կրկնագի երակի ավելացնի, ամեն ինչը թանկացրել է։ Գործ չեք դուք։ Գոչ եմ ես։ Ինչքան թոշակներից ինչքան էլ ավելանա պակասի, բայց քանի որ երկրի վիճակը այս ձևի է, ուրեմն մեզ պետք չի նման վարչապետ։ Ուժեղ Հայաստանի հետ ինչ հույսեր եք կապում։ Շատ մեծ հույսեր, շատ դրական հույսեր եմ կապել։ Հարմար չի հետո պատասխանը։ Գագիկին Ծառուկյան։ Ոչ մեկին։ Դե կտեսնեմ, որը ճիշտ է, երեխաներս որն են ընտրում, ինձ ոնց են բացատրում, որն է ճիշտ, որը սխալ է, այդպես։ Եթե ընտրությունները գաղտնի են, ուրեմն գաղտնի։ Հայաստանում ինձ կուզենայի վերադառնալ Հայաստան, փոփոխություններ վերադառնալ Որպես Հայաստան։ վարչապետ ում կցանկանայիք տեսնել։ Չեմ կարող ասել։ Ես չեմ հասկանում ճիշտ ասած քաղաքականությունից ու չեմ էլ ուզում հասկանալ։ Ուզում եք ասեմ իրականում ում կուզենայի տեսնել որպես վարչապետ։ Վազգեն Սարգսյանը, որը որ իմ կարծիքով ամենահայրենասեր հայն էր։ Բոլորիցս հայրենասեր։ Դա իմ անձնական կարծիքն է։ Նա ինձանից էլ էր հայրենասեր։ Երևի թե Սամվել Կարապետյան։ Ոչ մեկի։ Գիտեք ինչ կարևոր է Նիկոլին չաջակցեմ, հետո կորոշեմ։ Ես չեմ զարմանում, որ հետո հետ վերցնի թոշակները, եթե ընտրվի իհարկե։ Հուսով եմ, որ չի ընտրվի։ Իշխանություն ավելի շատ։ Նիկոլին։ Ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն։ Ես նոր մարդ։ Հանրապես չեմ մասնակցել, չեմ էլ մասնակցել։ Անտարբեր եք ընտրություններին։ Անտարբեր չեմ անիմաստ։ Ոչ մեկի։ Ես քաղաքականության մեջ չկամ։ Ոչ մեկին չեմ տեսնում հարմար, թեկնածու է մեր երկրի համար։ Գուրգեն Սիմոնյան կարող է, Գագիկ Ծառուկյան կամ մնացածը հաստատ չէ։ Նախկին իշխանություններից ոչ մեկին։ Չեմ ասի ոչ մեկի։ Բոլորին դեմ եմ։ Ոչ մեկին, ես կյանքում չեմ ընտրել ոչ մեկին։ Ինչու անտարբեր եք։ Անտարբեր չեմ, բայց գիտեմ, որ ոչինչ չի փոխվի։ Դեռ մենք մեր մեջ գիտենք էլի ում կաջակցել։ Ոչ մեկին։ Ոչ մեկ։ Թփ։ Ես դեռ չեմ կողմնորոշել, չեմ կարող ասել։ Արման Թաթոյան։